Հարգելիներս, ողջունում եմ, ինչպես գիտեք, այսօր մեկնարկել է Սահմանադրական դատարանում ընտրության արդյունքների գործի քննությունը ըստ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքների հետ անհամաձայնության պարագայում ընտրության մասնակից քաղաքական ուժերը հնարավորություն ունեն բողոքարկում իրականացնելու։ Այս պահի դրությամբ մենք կարելի ասել Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում աննախադեպ իրավիճակում ենք, որովհետև ընտրության մասնակից այս քանակի ուժեր երբեք դիմում չէին ներկայացրել։ Հիմա քննվում է 7 քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումներ, բոլորն էլ դիմել են ընտրության արդյունքները անբավեր ճանաչելու հիմքով։ Մասնավորապես ես ներկայացնում եմ ուժեղ Հայաստան դաշինքը, մենք օգտվել ենք անբավերության բոլոր Այս հայտարարությամբ գործի քննությունը հետևյալ փուլում է, դիմումատուները ներկայացնում են իրենց դիմումները եւ 3 քաղաքական ուժ արդեն ներկայացրեցին եւ հիմա ընդմիջման փուլում ենք գտնվում։ Ներսում ինչ է կատարվում, ինչպիսին է նաեւ դատավորների դրամատուրգությունը, որ միշտացում են կողմնակալ են հաշվի առնելով, որ նրանց իշխանությունը նշանակել, նկատելի է դառնում թե ոչ։ Տեսեք, նախ նիստը բնականon չսկսեց, սկզբնական շրջանում ի սկզբանե քննարկվեց հենց անաչառության խնդիրը, կրկին միջնորդություններ, մի քանի տեսակի նորովի միջնորդություններ ներկայացվեցին, իհարկե մի քիչ սահմանադրաիրավական տեսանկյունից հետաքրքիր կլիներ մասնագիտական քննարկումներ անել, եթե չլինենք այսպիսի իրավիճակում, իսկ իրավիճակը հետևյալն է, ցավոք սրտի մեր երկրում որոշակիորեն սահմանադրական մշակույթը կաղում է, կա սահմանադրություն, կաղում է սահմանադրականությունը եւ ես լիահույս եմ, որ բարձր դատարանը իր անվանը այնուամենայնիվ հավատարիմ մնալով կկաշկանդվի այն փաստարկներով, որոնք այս քաղաքական ուժերը հենց հիմա ներկայացնում են, իսկ հավատացեք, քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստարկները իրենց մասշտաբով այնպիսին են, որ լիովին հիմնավորում են, որ չէր կարող ընտրության արդյունքների վրա կոնկրետ մեկ քաղաքական ուժը, խոսքը քաղաքացիական պայմանագիրն է, իր ողջ նախընտրական գործընթացում, հենց բուն քվեարկության օրվա գործունեությունը հետևանքներ չթողեր ու չազդեր այն արդյունքների վրա, որին ի վերջո ականատես եղանք եւ դրա էպոպեան էլ արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով մի ողջ քաղաքական ուժի խաղից դուրս թողելն էր 3/5 իրականությունը փոխելու նպատակով, այսինքն ինչ տեղի ունեցավ կոնկրետ հաշվարկային 2 տեղամասային կենտրոններ անբավեր ճանաչեցին արդյունքները, ու ասեմ ավելին, նմանաբնույթ իրավիճակ ունենք մի շարք այլ տեղամասային կենտրոններ, ինչու հենց այդ 2 տեղամասային կենտրոնները կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ արդյունքների անբավերության ուղով գնաց եւ վերաքվեարկություն չնշանակեց։ Ստացվեց, որ մոտ 30 ձայնի պատճառով շուրջ 60,000 ընտրողի կամքը առողջ Ասում են դա էր ընդդիմություններ, որտեղ ասում են տեխնիկորներ են իհարկե շահի խնդիրը Դա բացայտ մանիպուլյացիա եւ սուտ ասեմ ավելին, փորձում են մի անգամ ներկայացնել, որ ընդդիմության դիմումների հիման վրա են անբավեր ճանաչել, դա ետեղի ունեցել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սեփական նախաձեռնությամբ, իսկ զինվորներին թիրախ դարձնելը եղել է պատասխանատուների սխալ կազմակերպ աշխատանքների եւ զինվորների տեղավորման ուղեկցման արդյունք, որովհետև ինչ է նշանակում զինվորներին դարձնել մի ողջ հանրության թիրախ, 8-ին մի քանի րոպե պակաս տանել տեղամասային կենտրոն, մտցնել շինություն եւ կարգ է խախտվել։ Այո, եթե իրենք 8-ին 1 պակաս էլ մտնեին տեղամասային կենտրոն, իրավունք ունեին մինչեւ վերջ իրականացնելու քվեարկությունը, բայց տեղամասային կենտրոնում չեն գտնվել։ Իրենք շենքում շինությունում են գտնվում եւ պարբերաբար տեսահսկող սենյակից ելումուտ էին իրականացնում, այնպես որ կարգը խախտված է եղել։ Պատրաստ եք նոր ընտրությունների, եթե օրինակ տեսականորեն ստացվի այնպես, որ Սահմանադրական դատարանը կհամարի այս ընտրությունները անբավեր եւ նոր ընտրություններ։ Իսկ եթե մենք պատրաստ չլինենք, արդյոք մենք անբավերության դիմում կներկայացնենք։ Բնականաբար, եթե մենք լեգիտիմությունը այս ընտրական գործընթացի վիճակում ենք, եթե մենք հաստատներ ենք ներկայացնում, որ միջամտություններ են եղել եւ միջամտությունները իրենց տեսակով, քանակով ու ծավալով այնքան են եղել, որ էական ազդեցություն են ունեցել վերջնական արդյունքների վրա, բնականաբար մենք պատրաստ ենք բոլոր զարգացումներին, առավելապես անբավերության հիմքով զարգացումներին։